Ողջույն բարեկամներ։ Այսօր ես ձեզ ծանոթացնելու եմ մի քանի հետաքրքիր փաստերի եւ թվերի հետ, որոնք մոտավորապես այսօր կանխատեսում են ընտրությունների ելքը։ Այսինքն, եթե ոչինչ չփոխվի մինչև մայիս-հունիս ամիսները։ Ինչով են դրանք կանխատեսելի։ Կանխատեսելի են իրենց կանխատեսելիությամբ, այսինքն մարդիկ ոնց թվում է մտնում են քաղաքական դաշտ եւ իրենց ընդեղել դեռ մարդ չի ճանաչում կամ մարդիկ մոռացել են, այդպես չի։ Ու շատերը հենց այս տրամաբանությամբ են մտնում են քաղաքական դաշտ, որ ասենք ինչ եղել է 1 կամ 2 տարի առաջ, մարդիկ չեն հիշում։ Բոլոր բռնապետներն են վստահ եղել, որ ժողովուրդը հիշողություն չունի, կոլեկտիվ հիշողություն գոյություն չունի, բայց դե արի ուտես, որ այդպես չի։ Այս ընտրությունը ունենալու է մեծ շատ կարևոր նշանաբան մեր բոլորիս համար, մեծ պատկերով, հա։ Սա ոչ կատեգորիկ ոչ այս բոլոր 4-ին։ Սա չի քննարկվում ոչ մի ձև։ Չի քննարկվում։ Եթե մեկ ուզում է քննարկի, ուրեմն դա մեր դաշտի մարդ չի։ Թող գնա այս դաշտում խաղալու։ Մենք իդ ոչ մի ընդհանուր բան չունենք։ Եվ արդեն միանգամից մեր համար պարզ է ով է ինքը։ Քանի որ ես երեք խոսացել էի Ղարսի պայմանագրի մասին, որ ես ասում, սա շատ կարևոր ֆունդամենտալ հարց է քո պատկերացումներ ունենալու համար, ոնց ես վերաբերվում Ղարսի պայմանագրին, եւ դրանից պարզվում է ով ես դու, այսինքն ոնց ես պատկերացնում Հայաստանի այսօրվա վիճակը, ոնց ես պատկերացնում ապագան, ինչ փաստաթղթերի վրա ես հիմնվում եւ որոնք են քո համար լեգիտիմ, բան։ Սա պարզ է եւ ինձ մեծ դիտողներից մեկը գտել էր ինչու ես դա չեմ ասում, հա, ես դա ասում եմ հարգելիներս, ուղղակի չեմ ասում ուղիղ Ղարսի պայմանագրի մասով։ Եթե նկատել եք ցանկացած հյուրի հետ քննարկելուց ես միանգամից պարզում եմ, թե որոնք են իրենց պատկերացած հայկական Հայաստանի իրական սահմանները, ինչպես են պատկերացնում իրենք հարցի լուծումը, որ փաստաթղթերի հիման վրա։ Ասում ես մի քիչ ավելի լայն եմ այդ հարցին մոտենում, Ղարսի պայմանագիր կամ Մոսկվայի պայմանագիր անունը չկա, բայց բովանդակությունը գրեթե նույնն է, ոչ թե գրեթե 100%-ով նույնն է։ Այսինքն, այս այն բովանդակությունն է, որտեղ երևում է մարդու դիրքորոշումը, այսինքն, որոնք մեզանից խլված է այդ իրավունքները ըստ այդ Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերով։ Եվ այսպես գնանք մեր հետաքրքիր բացահայտումներին եւ թվերին, իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել եւ անպայման տարածել։ Մենք ուզում ենք, մենք հավակնում ենք դառնալ ինֆորմացիա եւ անալիտիկ այն աղբյուրը, որտեղ շատ հստակ ամեն ինչ ոչ ենք ասում բոլորին սրանց եւ փորձում ենք հասկանալ ովքեր են ունակ իրոք ինքնաառաջադրվածներից կամ առաջադրվածներից ոչ ասել այս դավաճանաշերտի կամ դավաճանակույտի եւ այսպես ինչ արեցի ես այս վերջի 2 շաբաթվա մեջ ես առանձին ընդդիմադիր դաշտում, այսինքն ոչ սրանց բոլորին ոչ են ասում, դաշտում մասնակիցներից վերցեցի մեկ օրինակ եւ դրեցի բոլոր նախկինների կողքին, կոպիտ ասած, կամ ռուսական կողմնորոշում ունեցածների կողքին, որպեսզի հասկանանք մարդկանց տեսադաշտը ոնց է, հետ նայում են, հետ են ուզում նայեն ռուսական անցյալին, թե նոր շունչ են փնտրում։ Եվ այսպես քվեարկություններից մեկում ես տեղադրել եմ Վարդան Ղուկասյանի դոգի անունը, հետևյալ տեխնացուների հետ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սամվել Կարապետյան։ Այս պարագայում Սամվել Կարապետյանի դիտարկում ենք ռուսական թևի մեջ, բայց առանձին իրան քվեարկություն կա։ Եվ այսպես Քոչարյան Ռոբերտ ունի 7% ընդամենը, 15% ունի 2 անգամ ավելի շատ Նիկոլ Փաշինյանը 16000 հոգի մասնակցել։ Սամվել Կարապետյանը ունի 2-ից ավել, այսինքն այստեղ երևում է արդեն, որ Սամվել Կարապետյանը 2-ից ավել բան ունի։ Իսկ սա եղել է 1 շաբաթ առաջ մոտավորապես։ Դա միջև Նարեկ Կարապետյանի ելույթներ, իսկ Նարեկ Կարապետյանի ելույթը ես կարծում շատերի համար կարող է բեկումնային լինի։ Դրա մասին առանձին խոսենք։ Եվ այսպես, բայց միևնույնն է, երեք իրար չեն ասում Վարդան Ղուկասյանին, 59%։ Եվս մեկ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ
Գուրգեն Սիմոնյան։ Դրել եմ էլի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, այս անգամ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյանի տեղը։ Էլի ռուսական մոդելի, ռուսական դաշտի խաղացող։ Կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի զապաս պագրիչկա, հա, տենց ասեմ։ Իր ստեղծած կուսակցությունն է, ոնց որ ասենք օրինաց երկիրը Սերժի համար։ Մի խոսքով, էլի Նիկոլ Փաշինյանը ունի 17%, Քոչարյան Ռոբերտը ստեղ մի քիչ ավելի շատ ունի, 15%, 8% Գագիկ Ծառուկյան, որ ինքը մտել է քաղաքական դաշտ։ Այս քվեարկությանը մասնակցել է 6900 հոգի։ Եվ Գուրգեն Սիմոնյան առանձին ընդդիմադիր դաշտից, որ ինքն էլ է ոչ ասում բոլորին է ցանցածներին, հա, ունի 61%։ Եթե այնտեղ Վարդան Ղուկասյանը 16000 քվեարկող ունեցուներ 59, ստե Գուրգենը ունի 61%։ Ես ես կարող եմ երաշխավորել, եթե 6900-ի փոխարեն լինի 69000, էլի նույնն է լինելու, ոչ մի տարբերություն չկա։ Այսինքն տեսնում ենք, որ մարդկանց քվեարկության մեջ էլի այդ հինը մարդիկ ուզում են հրաժարվել, մոռանան դրանց համախառն արդյունքը, հա, մեկը բավականին զգալիորեն քիչ է, քան ընդդիմադիր դաշտը։ Եվս մեկ տեխնացու էլի ընդդիմադիր դաշտից, որը էլի ասում է այն անցյալներից մոռանում ենք, հա, Հայկ Մանասյան, բժիշկը։ Եվ այսպես մենք թարմացնենք, տեսնենք ինչքան ավելի մոտ ստեղ, նորա, 9500 քվեարկող, որը բավականին լուրջ թիվ է։ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, ընդամենը անցածներին ֆոկուսի մեջ։ Հայկ Մանասյան 63%։ Հայկ Մանասյանը, որ նույնց եմ կրկնում, ինքը դեռ նոր այնքն առաջադրվել, ինքը եւ շատ դիմադրություն ունի իր նկատմամբ, կան չսիրողներ ինչքան ուզես, բայց միևնույնն է, նախկինի ֆոնի վրա բոլոր երեք այս թևի ներկայացուցիչներն էլ զգալի տարբերությամբ ջախջախում են բոլորին։ Բարի լայն իմաստով։ Այսինքն դեռ ընդհանրապես ոչ մի հույս չկա, որ ասենք այդ նախկին այդ ռուսական թևը կարող է ինչ-որ մի հատ հույս ունենա, որ ինքը հաղթելու է։ Կա եւս մեկ քվեարկություն արդեն հենց իրանց մեջ, ովքեր ներկայացնում են ռուսական թև։ Տեսնենք այդ ռուսական թևի մեջ ովքեր են առաջատարները։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Արման Թաթոյան եւ Սամվել Կարապետյան։ Փաշինյան Նիկոլը այս հարաբերության մեջ արդեն, երբ որ իրենք են մենակ, այս հարաբերության մեջ ունի 22%, Քոչարյան Ռոբերտելի 7%, Թաթոյան Արմանը 11%, Սամվել Կարապետյանը 60%։ Այսինքն ինքը այս, երբ որ չկա այն ընդդիմադիր ներկայացուցիչը, այս կողմից ռուսական թևի մեջ Սամվել Կարապետյանը 3 անգամ ավելի հեղինակություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը։ Եվ 6 անգամ մոտարապես ավելի, քան Թաթոյանը։ Դե Ռոբերտ Քոչարյանի մասին կարող ենք ընդհանրապես չխոսել։ Եվ այս ամեն ինչը ցույց է տալի մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը ինքը, երբ որ ինքը իրեն ներկայացնում է քաղաքական դաշտում հարց լուծող, ոչ մեկ, ասենք Արման Թաթոյանը, որ քաղաքական հայտ երբեք չի ներկայացրել, կուսակցության ղեկավար չի, չգիտեմ, նախագահ չի եղել, ոչ մի բան չեղել։ Արման Թաթոյանը Ռոբերտ Քոչարյանից մեծ հեղինակություն ունի։ Իսկ որ Ռոբերտ Քոչարյանը մեծահոգաբար առաջարկում է Սամվել Կարապետյանին, այն որ ասում մեր մեջ է ընտրությունը լինելու, այս ցուցակը հատուկ իր համար եմ արել, որ ասում է ընտրությունը լինելու է իմ Նիկոլ Փաշինյանի, Արման Թաթոյանի եւ Սամվել Կարապետյանի միջև, հիմա ես ուզում եմ ասեմ նույնիսկ այս ֆորմատի մեջ Ռոբերտ Քոչարյան 7% է ընդամենը։ Իսկ եթե հիմա դնենք մի հատ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ, դու ընդհանրապես ձայն չես հավաքի էլի Սամվել Կարապետյանի ֆոնի վրա։ Ինչու եմ ես 4 տեղադրում, որովհետև YouTube-ը ավել հնարավորություններ չի տալիս։ Այն որ ես մեկ-մեկ կոմենտների մեջ կարդում եմ, ոչ մեկին, ինչու Վարուժան Ավետիսյանի անունը չկա, կամ ինչու այս մեկի անունը չկա, դա ուզում եմ ես անընդհատ Վարուժան Ավետիսյանի անունը գրողներին հարցնել։ Ժողովուրդ, գրողներ, հարգելիներս, ինձ կարող եք ասել, ով է առաջարկել Վարուժան Ավետիսյանին։ Ինձ էլ մեղադրում են, ասում դու քո ընկերը չի մոռացել ես։
Երանի դուք իմ չափ հիշեիք իմ ընկերոջը։ Ես հիմա ձեզ եմ հարց տալի, ով է առաջարկել Վալուժան Ավետիսյանին, որ այս քննարկությունների մեջ ինքը չկա։ Առաջադրված դաշտից հիմա Նինա Կարապետյանը իրավունք ունի ինձանից նեղանա, որովհետև կա բան Հուրգենը կա, Սիմոնյան, Հայկը կա, հա, Դոգը կա, բայց Նինան չկա։ Ես հələ չեմ հասցրել Նինային դնել։ Բայց եթե նույնիսկ ես ուզենայի Վալուժանին դնել, Վալուժանին ոչ մի չի առաջարկի, ժողովուրդ ջան։ Դուք ավելաբար սկզբից այդ հարցը լուծեք, որ ինքը իրան առաջարկել են, հա, մեկը։ Հետո ինձանից նեղացեք, որ իրան առաջարկել են, ես չեմ տեղադրել։ Դե չի մի տեսակ adekvat չի ստացվում։ Ես գիտեմ, որ մարդ կա, իրանից ենկոմ աստված չկա։ Լավ, ձեր ընտրությունն է, բայց միջև ինձ մեղադրելը, որ ինքը այս համեմատությունների մեջ չկա, մե տեսակ ով է իրան առաջարկել։ Այդ հարցը լուծեք, հետո խնդրեմ, նեղացեք ինձանից, որքան սիրտներդ կուզի։ Իսկ այս քվեարկության մեջ արդեն Փաշինյան Նիկոլ ընդդիմադիր դաշտ, տեսնենք ունենք Փաշինյան Նիկոլ եւ ռուսական դաշտ, չէ՞։ Ընդդիմադիր դաշտում ինքը ընդհանրապես 22-ից իջավ 14, որովհետև իր իրական ռեսուրսը հենց 14-ն է։ Դες առաջադրն է Դոգը 55%, հետո Գուրգեն Սիմոնյանը 21%, նոր Նինա Կարապետյանցը։ Բայց ես վստահեցնում եմ, եթե այն ռուսական դաշտի հետ դնենք, ու այսօր կդնեմ ես, Նինա Կարապետյանցի, ունենալու ենք այն արդյունքը մոտավորապես պլյուս մինուս, ինչ ունենք մենք Հայկ Մանասյանի պարագայում, Գուրգեն Սիմոնյանի պարագայում, Վարդան Ղուկասյանի պարագայում։ Ես վստահ եմ, այսօր խոսանում եմ, դնեմ այդ համեմատությունը, որ մենք նայենք։ Եվ այսպես, հիմա ովքեր իրար հետ կառաջադրվեն, ովքեր կկազմեն կոալիցիաներ, ես չգիտեմ, բայց մենք շատ լավ պետք է հասկանանք հիմա կառուցվածքը ոնց է մարդկանց տրամադրության մեջ։ Ռուսական թևը համախառն արդյունքով ունի բոլոր իրար հետ 40%, մեկ ընդդիմադիր տեխնացուն, մեկ ունի 60%։ Իսկ եթե ընդդիմադիրները ստեղ շատ ենք դնում, Նիկոլ Փաշինյանը մնում է 14%, ընդդիմադիրները վերցնում են մնացած 86%-ը։ Պատկերացրեցիք իրականում ինչա այսօրվա մեր ընկալումները, ընտրությունների եւ նախընտրությունների մասին։ Սա շատ լավ, շատ կարևոր թվեր են, որ մարքեթինգի համար պետք է, այսինքն PR կամպանիան ծրագրավորելու ժամանակ ցանկացած նախագահի վարչապետի տեխնացուի թիմը անպայման վերցնում է այս թվերը, հաշվում է իր կշիռը ոնց է, որտեղ ոնց է, որ ինքը հասկանա ոնց պլանավորի իր արշավը, որ կարողանա մի քիչ բարելավի իր վիճակը։ Եթե հնարավորություն լիներ, օրինակ ես կդնեի ամբողջ ռուսական թևը, Փաշինյան, Նիկոլ, Ռոբերտ Քոչարյան, Թաթոյան, Ալման եւ այլն, դենց իրար հետ, եւ այս մյուս թևը, որոնք ասում են այդ 4-ից ոչ մեկին չեք ուզում։ Հիմա իմ հետ կարող է վիճակ, չէ, ասում են, բայց ուզում են, այդ ուրիշ բան է։ Ես չեմ մտնելու այդ խոսակցությունների մեջ, բայց առնվազն որ ասում են չենք ուզում, ես նայում եմ այն, ինչ որ ասում է, որովհետև իրենցից այս նշանակվածներից ոչ մեկը, ոչ Հայկը Մանասյանը, ոչ Գուրգենը, ոչ Դոգը, ոչ Նինան չեն աշխատել այդ համակարգի հետ։ Դուք կարող է ձեր կարծիքների մեջ համաձայն չլինեք, իրանց քաղաքական մտածեք ինչ որ բաներ կա, որ դուք չգիտեք, չեք վստահում, դա ուրիշ բան է, բայց ակնհայտորեն այդ համակարգի մաս չեն եղել։ Ես դուրս եմ գալիս այդ ակնհայտ երևացող հանգամանքներից։ Ի վերջո քվեարկություններն էլ նույնն են ասում։ Եվ այսպես սա հայտնի ցորի տղեկն են։ Պատրաստ ես։ Ուշադի, ճորերտին, կրակ։ Սա այն տղաներն են, որից բողոքում էր, ներվում էր ադրբեջանցի գեներալը, որ ասում էր մեզ ուղարկեցիք հայերի դեմ պատերազմելու, երբ որ մենք դրան պատրաստ չէինք։ Ու մեծամասամբ մեղադրում էր հայ հրետանավորներին, որոնք ավիրում էին իրենց շարքերը, որ ամենամեծ վտանգը հայ հրետանավորն էր, որովհետև մենք ԱԹՍ-ներ չունեինք,
հակոբային պաշտպանություն չունեինք, միակ վտանգը, որ իրենց կար, դա հենց չասեմ միակ, ամենամեծ վտանգը դա հրետանավորներն էին, այս տղաները։ Հիմա ես ուզում եմ ձեր հետ միասին կարդանք, թե ինչ էր անում Արցախի պաշտպանության բանակի պետը, շտաբի պետը կներեք, շտաբի պետը ինչ էր անում այդ պատերազմի ժամանակ։ Եվ ամենակարևորը, ոնց ստացվեց, որ պատերազմում պարտված բանակի շտաբի պետը շատ սահուն եկավ Երևան, չդատվեց, ու ավելին աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Սա, որ տապալել է ամբողջ պատերազմը, շտաբի պետն է եղել, առաջի պատասխանատուն։ Ոչ թե նախարարն է առաջի պատասխանատուն, հրամանատարը կամ շտաբի պետը, կամ չգիտեմ, կարող հավասար են, բայց սա առաջի պատասխանատուներից է։ Պարտությունից հետո խնդիր չունի, պարգևատրություններ ստանում պարտության համար եւ այլն, հետո տեղափոխվում է Հայաստան։ Սա հարցաքննությունից ենք հիմա կարդում։ Ուրեմն ՊԲ-ի գլխավոր շտաբի պետի անմիջական ենթակայության տակ էին գտնվում հետախուզությունը, օպերատիվ բաժինը, կապը, ռազմատեղեկագրական եւ զորահավաքային բաժինները, զորքերի ծառայությունը, մի խոսքով, ամեն ինչ իր կոնտրոլի տակ է եղել։ Բայց ինչ հարցնում ես, ասում ես չգիտեմ։ Ինչ հարցնում են քննիչները, ինքը տեղյակ չի։ Ռայոն է եղել երևի այդ ժամանակ։ Եվ այսպես 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետը գեներալ-մայոր, տեսեք, Կամո Վարդանյանն էր։ Պատերազմից հետո Վարդանյանը դարձավ Արցախի ՊԲ հրամանատար, հաջող տապալելուց հետո դարձավ Արցախի ՊԲ հրամանատար։ Իսկ 23 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման Արցախի հայաթափումից հետո 24 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, թե ինչ խորհուրդներ տալի, դա կարելի է միայն գուշակել, թե ինչպես տապալել բանակը, ինչպես հանձնել դիրքն ու երկիրը, ենթադրում եմ։ Այն ինչ որ ինքը լավ փորձ ունի եւ իդեալական իրականացրել է։ Մի խոսքով 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում գլխավոր շտաբի պետի գործողությունների մասին ուսումնասիրությունը դեռ հասանելի չի, որտեղ մեզ չեն տալի։ Թե ինչն է նա պատմի ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի բան, մենք չգիտենք, մի օր ենթադրում ենք կիմանանք անպայման, բայց ասում մեր ձեռքի տակ են հայտնվել պատերազմի առանցքային դրվագներից մեկի 20 թվականի հոկտեմբերի 7-ին Ջեբրայելի ուղղությամբ իրականացված հարձակման օպերացիայի ընթացքում Կամո Վարդանյանի գործողությունները վերաբերյալ իր տրված ցուցմունքներից որոշ տեղեկություններ եւ այսպես 20 թվականի սեպտեմբերի 28-ին փաստորեն հաջորդ օրը պատերազմի սկսելու հաջորդ օրը հրամանատար Ջալալը հրամանով Վարդանյանը մեկնել է Արցախ-ադրբեջանական շփման առաջին գիծ հյուսիսային, հա։ Մի խոսքով, հետո նաև հրետանու սպաներ են մեկնել։ Հյուսիսային հատվածում 7-րդ պաշտպանական շրջանի Եղնիկների տեղամասում գտնվելու ընթացքում Վարդանյանը ռադիոկապով տեղեկացել է սահմանի մնացած հատվածներում տիրող իրավիճակի։ Նա պարտավոր է ամեն ինչ իմանալ, այ շտաբի պետը։ Քննիչի ինչպես է արտահայտել ձեր մասնակցությունը հակահարվածին հարցին Կամո Վարդանյանը պատասխանել է, որ հրամանատարական կետ վերադարձել է հոկտեմբերի 5-ի գիշերը, փաստորեն, մի շաբաթ չեղել։ Այս ժամանակ է իմացել հարավային ուղղությամբ նախապատրաստվող օպերացիայի մասին։ Այսինքն սա լինելով գլխավոր շտաբի պետ 5 օր ոչ մի բան չի իմացել, երբ որ վերադարձել է, փաստորեն հասկանում եք մենք ոչ տվին ենք ապրում։ Նույնիսկ ասենք հռոմեական արշավանքի ժամանակ ինֆորմացիան այդքան դանդաղ չէր գալիս։ Որոնց ասենք Կամո Վարդանյանի պարագայում է եղել։ Պատկերացնում եք ինչ կլիներ, ասենք Ալեքսանդր Մակեդոնացու վիճակը, երբ որ նա ինֆորմացիա ունենար այն բանից հետո, երբ որ ինքը վերադառնար Հռոմ կամ, չգիտեմ, Մակեդոնիա, իր նստավայր։ Ասենք Հայաստանը հասե, Պարսկաստանը հասե, իրան ինֆորմացիա է, բայց որով գնա հասնի իր հիմնական տեղը, որ ինֆորմացիա իմանա։ Հիմա սրանք մեզ ասում են, որ 21-րդ դարում պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը 5 օր ոչ մի բան չի իմացել, 7 օր 28-ից մինչև հոկտեմբերի 5-ը։
Հասարակը նոր է իմացել ինչի մասին է խոսքը։ Հասկացաք ինչի համար է ինքն հիմա խորհուրդներ տալիս Պապիկյանին։ Ու քանի որ այդ ժամանակը վերադարձել, չի հասցրել ուսումնասիրել ինչ-ինչոց է, չի հասցրել ծանոթանալ օպերացիաների մասին։ Պաստորեն մեծ օպերացիա է պլանավորվել, ինքը չգիտի, ինքը ռայոն էր գնացել, ինքը չգիտի ինչա պլանավորել։ Ասում է, տեղակ չեմ ոչ մի բանից։ Հաջորդ օր հոկտեմբերի 6-ի առավոտյան Պաշտպանության բանակի ղեկավարների հրամանատարությամբ Կամո Վարդանյանը օպերացիային ներգրաված բոլոր բաժանումների հրամանատարները ծառայությունները պետերը մեկնել են այդ տարածքներ հոկտեմբերի 7-ին արդեն Ջալալը Կամո Վարդանյանը մի խոսքով մեկնել են Հադրութի շրջան մնացած բաները իմանալու համար։ Քննիչը Վարդանյանից հետաքրքրվել է թե ինչ հրաման է ստացել եւ իրականացել եւ արդյոք վերահսկել է ինչ որ ստորաբաժանման աշխատանքներ։ Այսինքն ինչ հրաման է ստացել եւ ինչ է արել։ Որին փաստորեն պատասխանում է Կամո Վարդանյանն ասել է որ փաստաթղթերի կազմանը չի մասնակցել, այդ մարդը տեղակ չի։ Քանի որ հոկտեմբերի 5-ին է վերադարձել Ռուսիայի ուղղությունից, մի քանի թեթև ինֆորմացիա է ունեցել ընդհանուր։ Կոնկրետ չի հիշում, թե ինչ հրամաններ է իրեն տրվել Ջալալ Հարությունյանը։ Չի հիշում։ Ոչ մի բան չի հիշում։ Կամո Վարդանյանի խոսքով օպերացիա մշակվել է բանակի հրամանատարի գլխավորությամբ շտաբի օպերատիվ բաժնի կողմից։ Ինքը չի հիշում իրան ինչ հրաման է տվել։ Կամո Վարդանյանի խոսքին օպերացիա մշակվել է բանակի այսի արդեն կարդացի քննիչ հետաքրքրվել է արդյոք խախտումներ նկատել է օպերացիայի պլանավորման ընթացքում։ Վարդանյանը պատասխանել է որ չի հիշում աղբեջան այդ մարդը ամնեզիա ունի դրա համար է Սուրիկ բանը Պապիկյան Սուրիկի օգնականը չի հիշում ինքը ռայոն է եղել հնարավոր է որ ինչ-որ բան կիսա տեղացնի դե լավ հա տեղում շետկվել է Կամո Վարդանյանը ասել է որ միան հիշում է որ բանակի հրամանատարը բրիգադի եւ գումարտակների հրամանատարներին հրահանգել է որ իրենց ենթականների հետ նորից ճշգրտեն բոլոր հարցերը Ջալալին հարցնում են դու ինչի ես հրամանատվել երեխեքին թողել ես շրջափակման մեջ ինքը ասում է ես տպավորություն ունեի որ այդ եկող զորքը մեր տղեկն են ադրբեջանցիները չեն պատկերացնում եք ինչ ա եղել պատերազմի ժամանակ ոչ մի բանի համար պատասխանատու չի հիշում էլի տպավորություն ուներ էսի չի հիշում դրա համար է եկուսնել առողջ փառոք ապրում են հասել են Հայաստանի պաշտպանության նախարարի օգնականի կարգավիճակի իրավիճակի նպաստավոր լինելու վերաբերյալ քննիչի հարցին Վարդանյանը պատասխանել է որ իրավիճակը նպաստավոր էր եւ օպերացիան ճիշտ իրականացնելու դեպքում կհաջողվեր կանգնեցնել հակառակորդին փաստորեն իրավիճակը նպաստավոր էր բայց ճիշտ չի իրականացվել ինքն էլ կապ չունի ամեն ինչ ճիշտ է եղել ոչ մեկ մեղավոր չի բայց չի ստացվել Վարդանյանի կարծիքով հապաղել չէր կարելի արտօպերացիան կարող էր բեկել պատերազմի ընթացքը եթե հաջողվեր հասնել նախանշված բնագծին հակառակորդը կհայտնվի շրջափակման մեջ եւ կկոտրվեին սնուցման ճանապարհները բա ոչ մի բան չի հիշում ոչ մի բանի համար պատասխանատու չէ Եվ այդ ամեն ինչի արդյունքում հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիայի առնչությամբ 22 թվականի սեպտեմբերին քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց Ջալալի նկատմամբ Հայությունյանը մեղադրվում էր ռազմական դրության պայմաններում ծառայողական պարտականությունների նկատմամբ ամփոփ վերաբերմունք դրսևորելու մեջ, որոնք առաջացել են ծանր հետևանքներ։ 23-ի աշնանը Ջալալ Հարությունյանը այս դեպքով արդարացվեց։ Վերջ։ Գործը կազմել են ասել են դու ես մեղավոր երեխեք շրջափակման մեջ են հարտնվել կոտորվել են, մի տայտո արդարացել են։ Այս մասով արդարացված են, պրոբլեմ չունի։ Ռազմագիտական հանձնաժողովի 306 էջանոց փորձագիտական եզրակացությամբ 11 ռազմագետ եկավ են եզրակացության, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հարկադրված դրվագով հանցակազմ չկա աղբեջան, կոտորել են երեխեքին, տապալել են պատերազմը, բայց այդ 11 ռազմագետների ես անուններն եմ ուզում իմանամ, այդ էլ կիմանանք, երբ որ այդ հանցագործությունների փաթեթը հատորներով կգնի մեր ձեռքը։ Եվ կիմանանք թե 11 ռազմագետներն ովքեր են եղել որ երեխեքին սպանելու մասսայական այդ սպանդի մեջ
Ոչ մի մեղավոր չեն գտել։ Հա, եւ վերջինիս հարձակման ժամանակ Ջալալը գործել է բարեխիղճ, զգոն եւ գրագետ։ Ինքը շատ բարեխիղճ, զգոն ու գրագետ է գործել։ Դե երեխեքը մահացան։ Հասկացա՞ք, ես այս 11 ռազմագետների լսում եք դուք ինչ, երևի դուք կլսեք։ Դուք հասկանում եք, որ հիմա հանցագործության ստակ դուք ստորագրել եք։ Դուք Ջալալի, սրա բոլորի հետ գնալու եք նստեք։ Գնալու եք նստեք հայկական Նյուրնբերգում։ Մենակ այս բառերը գնելու համար երեխեքին տարել են, շրջապատման մեջ են գցել, սպանել են ու դա վերագրվել է բարեխիղճ, զգոն եւ գրագետ գործողություններ որպես Ջալալի կողմից։ Սա է։ Մյուսներն էլ կարծում ես, որ Ջալալ Հարությունյանի դատավճիռի կատարման կարգադրությունը անհետ կորել է։ Դուք բանուկ լսել եք, կարծում եք։ Մի փոքր դրվագով Սյունիքի դատարանը սրան դատապարտել էր 5.5 տարվա, չէ՞։ Մի փոքր դրվագով, որին ինքն էլ համաձայն չի։ Հիմա փաստորեն նույնիսկ այդ գործը դուրս է եկել դատարանից ու ճամփին կորել է։ Չկա։ Չկա ախպեջան, գործը չկա։ Ասում է հոկտեմբերի 7-ին ուննայ ասում է Ջալալ Հարությունյանը սակայն առայս պահը չի տեղափոխվել կենտրոնան քննչական մի խոսքով ինչի մասին վստահեցնում է ԿՔՀ մեր աղբյուրները դատարանից էլ միևնույն ժամանակ վստահեցնում է որ դատարանից կարգադրությունը ուղարկվել է հոկտեմբերի 7-ին բայց ինչպես պարզվում է կարգադրությունը դատարանից դուրս է եկել եւ ոստիկանություն չի հասել Համենայնպես ՆԳՆ-ից առայս պահ հայտնել են, որ կարգադրությունը չի ստացվել։ Ես վստահ եմ, որ մի օր 5.5 տարվա այդ բողոքարկումը, որ ինքն արել է, 5.5 տարվա դատավարության դատապարտվելու համար այս փաստերն նույն ձև կորելու են։ Եթե միտեղ ասես հնարավոր է, որ դատարանից որոշումը Դատանը կայացնի որոշում, դա գնա ոստիկանություն ճապին կորի, սա նորմալ չէ, սզբան գոյություն չունի, երեխեքին տալեն քսեն շրջապատի մեջ շրջապատման մեջ կոտորեն, դա որակեն որպես բարեխիղճ գրագետ գործողություն, դատեն, վճիռը կայացնեն, ասի չէ, ես 5.5 տարիներ չեմ նստելու, այդ գործը գնա ոստիկանություն, որպես իրականացնեն, ճանապարհին կորի, լրիվ նիկոլիզմը, որ կողմ նայում ես, ես վերջացել է ժողովրդի պետությունը։ Մենք սենց իրոնիա է թվում է, այս ինչ որ ես ասում, բայց սա պետություն չէ, վերջացած պետություն է սա։ Որտեղ մատով կպնում ես, փլվում ու սենց քանդվում է իրարից։ Սա այլ պետություն չի։ Այստեղ ես հիշում եմ Իսահակյանի խոսքերը։ Ով ինչ ուզում ասի։ Վրեժը քաղցր բան է։ Թող բարեխոսներն ինչքան ուզում են ասեն։ Ով ինչ ուզում ասի, վրեժը քաղցր բան է։ Սա միակ բանն է, որ սենց կարող է մեզ մի քիչ գոնե ինչ ասեմ, իմաստավորի մեր ապրելը։ Այսինքն որ լրիվ մեզ անօգնական եւ անիմաստ չզգանք, էլի որ դու լինես ողջ առողջ, դու լինես կենթանի, դու լինես այս քաղաքացին ես երկրի, դու ոչ մի բան չկարողանաս անես։ Վրեժը ինքը բոլոր հարցերի լուծում չի, բայց մի քիչ մխիթարանք է։ Մի քիչ, որտեղ եթե չկա արդարադատություն, դե մնում է վրեժը, ուրիշ բան չկա, ուրիշ անելիք չկա։ Իսկ այսօր կարդում ենք, որ Սերժ Սարգսյանից պահանջել են մոտ 4 միլիարդ դրամ բռնագանձել։ Ժողովուրդ, պատկերացնեք ինչ է նշանակում։ 4 միլիարդ դրամ։ Սա մոտավորապես $100 միլիոն։ $100 միլիոն բռնագրավել Սերժ Սարգսյանից։ Սերժ Սարգսյանը հիշում եք ով է։ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Դատարանը ոչ թե ասում է
Ես քեզ պետք է կախաղան հանեմ, որ դու 4 միլիարդ դրամ ունես հլետի գանձման ենթակա, այնտեղ ուրիշ ինչ կա չգիտեմ։ Դու ո՞նց կարող ես լինել նախագահ, որի աշխատավարձը մի քանի հազար դոլար է, ու ես քեզ հայտ ներկայացնեմ 100 միլիոն դոլարի գույքի բռնագանձման համար։ Բայց իրանք խոսում են գույքից, փողից։ Ոչ մեկ չի ասում, Արա հորը 10 մեռնում, ոնց թե 100 միլիոն դոլար։ Քեզ որտեղից 100 միլիոն դոլար։ Կարող եմ ես այս երեխեքի կասկաների բացակայություններ, կոշիկի բացակայություններ, հա? Պատրոնիկա մնացած գիշերային տեսողական սարքերի պարտականություններ, ընդհանրապես այս մի դրվագով 100 միլիոն դոլար։ Սերժիկ, դու հասկանում ես ով ես այս պետությանը։ Դու Ռոբերտո Քոչարյան։ Դուք նույն հանցագործն եք, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Մի տարբերությամբ Նիկոլը տարավ սպանեց, տարավ ուղղակի սպանեց։ Բայց ինքը կարողացավ տանել սպանել, որովհետև այդ երեխեքը արդեն անպաշտպան էին։ Դուք այդ երեխեքին թողել եք լրիվ մերկ։ Սա չի արդարացնում այդ տականքին։ Եթե իրան պետք է երեխեքին չէր տանի սպանել ուղղակի։ Եվ 2 տարի ինքն էլ վարչապետ։ Երեխեքին խաբելով կլուբնիկով խաբելու փոխարեն պաշտպանական գծերը քանդելու եւ բոլոր պրոստիտուտկեքին պաշտպանության նախարարություն կոֆե դնելու ուղարկելու փոխարեն ինքը ինչ որ դու բացեր թողել դիտի երազ կլրացներ քեզանից գանձելով այս 100 միլիոն դոլարը 4 միլիարդ դրամը հենց այն ժամանակ կգանձեր այս ամեն ինչը կաներ դուք բոլորը Նիկոլ եք ու ես դրա համար եմ ասում մեկը եթե այս շրջանակների մեջ ընտրություն ա տեսնում ինքը դիֆոլտ առանց խոսքի ինքը Նիկոլա ինքը մերժված է չի կարող լինի մարդ բարոյական մարդ որ ինքը այս 4-ի մեջից մարդ ընտրի որովհետև 4-ը նույն անցագործներն եք ու դատախազությունը չի ասում այս մարդուն որտեղից 100 միլիոն փող ասում է հա 100 միլիոն է ինչ է 4 միլիարդ դրամ մի քիչ ավել արի բռնագանձ ենք բայց արդեն 7 տարի է սա հետաքրքիր կլներ երբ որ լիներ առաջի տարվա մեջ ու պետք է եղած լիներ առաջի տարվա մեջ բայց չէ բայց քանի որ դուք բոլորդ նույն սանդրի կտավն եք սա չէր կարող լինել հիմա էլ չի կարող լինել սա ընդամենը ինչ-որ միամիտ չեմ ուզում ասեմ հիմալ մասայի բայց միամիտ անուղեղ մասայի կերակրելու համար է այդ 15%-ի համար է այդ անուղեղ 15%-ի համար է դրանց մի մասն է անուղեղ մնացածը վարձկան են ուզում ես կադրը նայեք այդ Շարմել Շեխից Says Novastatsum? Here's a man, I just solved the war for him. Azerbaijan. Did I do a good job? Where's your picture here? Where's Asmula հայրենակիցդ ցույց է տալիս է ասում է հենա թուրքը Նիկոլինա ցույց տալի ասում է ու է հայրենակիցդ Նիկոլինա ցույց տալի մեկը մեկից ինչ որ տեսնում եք սա բոլորը նույնն են Տրամպից սկսած Trump Aliyeva, Նիկոլա, Trump-ը, Trump-ն է Նիկոլ։ Ոնց ուզում եք ցենք բռնեք։ Բոլորը նույնն են ստե։ Շնորհակալություն։ Areas. You two guys are still getting along, right? They fought for 32 years. In about 1 hour we settled it, right? Բաս մա 32 տարի պատերազմում ենք։ Մի ժամ հետ հարցը լուծեցի։ Ու կողքին են ելի անման իդիոտներ բնականաբար։ Հավաքված շփում ես։ Հա։ Մի տարի մնաց սրանց բոլորին And they like each other now too. It's good. That's great. Սմնակի Արտենյա սիրում են հիմա Արտենյա սիրում են դավարա դա ստեղն է ես ողորմելի So thank you everybody. Կանելա կողքը որ մի բառ ասի որ պանտել է գիտեք ինչ է որ կողքից նկարեն մեկ է որ շնորհակալություն ասի որ իրան տղան Thank you very much. Prime Minister of Romania. Ես Հայաստանի վարչապետն եմ ես Հայաստանի վարչապետն եմ այսինքն ինքը գիտի որ իրան չեն հիշում ինքը գիտի որ ինքը ոչ մեկն է ինքը գնացել անես այ դեբիլ այ եթին դու վարչապետ չլերն ինչ գործ ունեիր
Հա, բայց դու ասա, որտե մեկա Թրամփը քեզ չի հիշում։ Իր համար մեկա դու ով ես։ Ու հեսա քեզ կասի ինչ անես։ Thanks to you. God bless you. Աստված օրհնի քեզ։ Նիկոլա Թրամփին Աստված օրհնի իրան, որովհետև գիտեք ինչ է տվել։ Օգոստոսի 8-ին ներկա եղա Հայաստանի դավաճանության ծրագրին։ Սրա համար որն էլ հիմարներին ցույցատալի որպես ձեռքբերում։ Now, Ինչ ուզում եք խոսքը շարունակես, բրթես մի կողմ, սկսեց ասես God bless you, Աստված օգնի քեզ, ու now հիմա ինչ որ մի բան էլ ուզում ասել, ձեր բրթեցենք ասեց մարդկարա խոսում են ով է։ Գնա ստեղից։ Սա այսօրվա մեր քաղաքական արժեքն է, քաղաքական կշիռը։ Ցավով խորը կսկիծով եմ սա արձանագրում, բայց ազնիվ խոսք։ Սա Նիկոլն է, սա մենք չենք։ Ես կյանքում չեմ մտածում, որ իմ երկրի իրական կշիռը սա է։ Սա Նիկոլի կշիռն է։ Բառացի սա իր կշիռն է։ Որովհետև հայրս միշտ մի բան էր ասում, լավ ասում էր, պաշտոնը մարդն է արժևորում։ Հա, պաշտոնը չի կարա մարդուն արժևորի։ Եթե պաշտոնը մարդուն արժևորում է, նշանակում է մարդը ոչնչություն է։ Մարդը ինքը պետք է արժևորի իր պաշտոնը, դա է ճիշտը։ Հիմա այս բaragայում այս ոչնչությունը ո՞նց կարող արժևորի Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը, ինչքան էլ ինքը լավ ընչի, ինքը կարողանում է նույնիսկ դա նվաստացնի, որտեղ ինքն է նվաստ։ Նույնիսկ այդ կոչումն ու պաշտոնը չի կարողանում իրանից ծեփի, կերտի ինչ որ արժեքավոր մի բան։ Ինչ որ ասում մենակ իրեն չի վերաբերվում, իր շուրջ բոլորին, իր աշխատող բոլորին, իր քարոշչություն անող բոլորին։ Այն լրատվականները, որ մեկ-մեկ ներվում են, որ ես իրենց ասում Նիկոլի համար եք աշխատում, մի ներվեք, Նիկոլի համար եք աշխատում։ Ես հələ դեռ մեղմ եմ ասում, որ դուք Նիկոլի համար եք աշխատում։ Հա, մասնավորապես այդ Factor TV-ին, այդ Նոյան Տապան, բոլոր Նիկոլի համար եք աշխատում։ Ու ես առիթից օգտվելով ասեմ, ովքեր այդ ալիքները աշխատում են եւ իրանց գովազդ են տալիս, փաստեն տղեկ ջան, դուք գովազդ եք տալիս թուրքական ծրագրեր քարոզելու համար։ Էս էլ ես ասեմ, եթե գլխի չեք ընկել։ Դա լինի Երևանում թե Լոս Անջելեսում, դուք փող եք տալիս մեկին, որ ինքը իրականացնի ձեր փողերով թուրքական քարոզություն։ Դե հիմա գնացեք մտածեք։ Դուք էդի դա եք ուզում։ Դուք մտածել եք դուք ինչի վրա եք ձեր փողերը ծախսում։ Մնացածը ձեր գործն է։ Դուք ձեր գումարը։ Դայնը Դիլբարյանն է հետաքրքիր գրում։ Նիկոլ Փաշինյանը ասընտրություններին կգնա Ադրբեջանի կամքը սրբությունը ծրագրով։ Այո։ Նիկոլ Փաշինյանը գրեթե 1 ամիս հրայում պահերով գնում տարբեր միջազգային տարբեր պահերով գնում տարբեր միջազգային իվենտների անընդհատ գնում է։ Հարց ինչ է մար։ Սեփական արժեքը բարձրացնելու համար դու արժեք չունես, դա հնարավոր չի բարձրացնելը։ Դու գնում ես ուղղակի ցույց ես տալիս, երբ որ հավաքված են բոլորի հետ խոսում են, բոլորի հետ խոսելիք ունեն, ասելիք ունեն, քո հետ չունեն։ Դու որպես ընդեղ այդ միջավայրում եւ Եվրոպայում, եւ Ռուսաստանում, եւ Թուրքիայում, եւ Եգիպտոսում, բոլոր տեղերը դու որպես, որտեղ դա քո տեսակն է։ Ոչ մի վարչապետի կոչում աթոռ չի փրկելու քեզ։ 2021-ին ասում եմ, եթե ընտրությունների ծրագրում իրենք պատրաստ էին լինել, ծրագիրը հիշեցնեմ ձեզ, 21 թվականին չեն ասում, Արցախի ժողովրդի անվտանգության եւ ՀՀ սահմանների երաշխավորը խոսում էին անջատում հանուն փրկության ծրագրի մասին։ Հիմա երևի այս ընտրություններին կգնան հենց այս ծրագրով, որ Ադրբեջանի կամքը դա սրբություն է, Ադրբեջանի կամքը դա խաղաղություն է։ Ես հիմա հիշեցնեմ 21 թվականից լոզունգները, որ Արցախի ժողովրդի անվտանգություն Հայաստանի սահմանների երաշխավոր։ Սրանով են եկել էս էին համոզում, ասում էին մենք էս ենք անելու անջատում հանուն փրկության։ Ո՞րն արեցին ժողովուրդ։ Արցախն է ապահովում դե իր տեղում, թե Հայաստանի սահմաններն են անխախտ։
ցանկացած մեկին, որ հիմա լրագրողներ, եթե դուք ինձ լսում եք, ցանկացած պրոպագանդիստի պետք է հարցնեք, դուք եթե այսօր Փաշինյան Նիկոլ եք գովում, ասես ուղակի անցնում եք կողքով, եթե ոչ ուղակի, ասենք չեք ասում իքը դավաճան տականքա, ասում եք դե ես չգիտեմ ինչ, 21 թվի ասածները ո՞րն է իրականացել, Արցախն է իր տեղում, թե Հայաստանի սահմաններն են անխախտ, հարց եմ տալի, այդ հարցին կա պատասխան, սրանք հանցագործ են, եկել են մի ծրագրով, իրականացել են ուրիշ բան, եկել են ասել են Արցախը ապահովա լինելու Հայաստանի սահմաններն են անխախտ, դա լինելու անջատում հանուն փրկության, հա, հանձնել է եւ Արցախը եւ Հայաստանը, սա հանցագործություն է, սա ակնհայտ հանցագործություն է, հիմա հարց, այս անգամ ինչ եք անում, դուք ոնց եք գալիս ինձ ասում, ես ես հարություն եմ բերելու, դուք պատերազմի սիմվոլ եք, դուք մահաբեր կուսակցություն եք, դուք մահվան սիմվոլ եք, դուք կոտորածի, լացի, կոցի, այլնահեղության սիմվոլ եք, ու որը այս տականքի դեմքը տեսնելուց այլ բան է պատկերացնում, դեր ինչ ասեմ, իրենց համար հարմար խոսք չկա, կամ այն ինչ որ գոյություն ունի, ես չեմ ուզում ասել, ամեն մեկը ձեր համար մտածեք, ինչա, նա, չեմ ասում ով է, ինչա, հիմա գանք Սամվել Կարապետյանին, Պաստոր Կարապետյանը մեծ ձևով Ծառուկյանը առաջարկ Հայաստանի ծրագրով, ով հետ է քննարկություններ բանը սկսել, տկրտիր է, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մանուկյանը չի բացառում, որ համագործակցությունը կալանավորված Սամվել Կարապետյանի հետ, իսկ քաղաքական համագործակցության մասին ըստ Մանուկյանի կխոսեն, երբ կազատվի Կարապետյանի առաջնորդած ուժը, շփումներ կան մեծ ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ, ասաց նա, բա, ես կարող եմ մի բան ասել, որ երբ քաղաքական ուժը կձևավորվի, այն ժամանակ մենք կարող ենք խոսել այդ մասին, բա, մեծ ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է, այս վերջին օրերին զրույցում ասել է, որ այս պահին քննարկվում են լայն կոնսոլիդացիայով ընտրությունների մասնակցելու հարցը, սակայն Կարապետյանը բացառել անձամբ Ռոբերտի եւ Սերժի հետ կոնսոլիդացիան, մի խոսքով, ես հիմա կարճ ուզում եմ անդրադառնալ բազմաֆունկցիոնալ կլասիկ դավաճան, կլասիկ երեսփոխան Էդմոն Մանուկյանին եւ կարճ Նարեկ Կարապետյանին, հարգելի Նարեկ, ես կարճ անդրադարձա իմ հաղորդման մեջ այն երկու սխալ, հուսով եմ ոչ դիտավորյալ, այլ չիմացության արդյունքում բերված որպես փաստարկ հանգամանքները, որոնք վերաբերվում էր Ռուսաստանին։ Ես իմ հաղորդումը անելուց հետո արդեն գիշեր 11-ն էր, 11:30, երևի որ պետք է գնալ արդեն եթեր։ Ես քնելու փոխարեն որպեսզի ես վստահ լինեմ, որ ես ոչի բանի մեջ չեմ խափնվել, տպավորությունը սխալ չի եղել, սխալ չեմ ասել, ես ամբողջ 2 ժամ 10 րոպե նայել եմ այդ հաղորդումը, որ ավելի տեղեկանամ նյութին, ամբողջ նյութին, ոչ թե կոնկրետ այդ հատվածին, որ ես մեջ բերեցի։ Այն հանգամանքը, որ դու երիտասարդ ես, ես իմ հաղորդման ժամանակ ասեցի, որ երիտասարդ դա նշանակում է նաև ինչ-որ ձևով տարբերվել մնացածից։ Առնվազն ոչ թե միայն գիտելիքների առումով, սուտ խոսելը բացառելու առումով։ Հիմա գամ Էդմոն Մանուկյանի։ Եթե ձեր քաղաքական կոնսուլտացիաները անես մարդկանց հետ են, որից մեկը Էդմոն Մանուկյանն է, նշանակում է դուք ուղղակի ոչ թե քաղաքական կոնսուլտացիաներ եք անում։ Սա քաղաքական առևտուր է։ Որովհետև Էդմոն Մանուկյանները, չեմ ասում հենց կոնկրետ մենակ ինքը, դրանք բոլորը, դրանք ոչ թե կոնսուլտացիաներ են անում, դրանք առևտուր են անում, թե ում ինչքան կտան, որ ինքը այդ ժամանակամիջոցում հարմար դիրքով կանգնած լինի։ Որտեղ այդ նույն դիրքով իրան կանգնացել է վճարելով Ծառուկյան Գագիկը, դրանց հետո Սերժիկը Սարգսյան, հիմա էլ Նիկոլը Փաշինյան։ Հետո ինքը ուզում է տեսնի ելով է իրան այդ դիրքով շարունակել օգտագործել, իդեմս ձեզ, կամ ոչ իդեմս ձեզ, կամ ինքը ուրիշ դեր կգտնի, կամ կվերադառնա նորից Նիկոլի գիրկը, մենք այդ ամեն անգամ տեսել ենք։ Հարցը ստեղ Էդմոն Մանուկյանը չի։ Հարցը ընդհանրապես այնա, եթե դուք իրոք, որի ես առանձնապես չեմ հավատում, բայց քանի որ այս ընդդիմադիր դաշտի մեջ, ես
անդիմադից չեք կներեք ռուսական դաշտի մեջ, ռուսական ուղեծրում գործող դաշտի մեջ։ Չնայած դուք որ բացառեցիք Լևանը, Ռոբերտի եւ Սերժի մասնակցությունը, իմ մոտ հետաքրքրությունը այդտեղ առաջացավ։ Դու ո՞նց ես բացառում դրանց մասնակցությունը, երբ որ դու ամեն ինչի թիկունքում եւ ասենց ասեմ, մեր երաշխավոր շարունակում ես տեսնել Ռուսաստանին։ Ինչ լոգիկայի մեջ չի։ Ամեն դեպ։ Քանի որ դուք եք ռուսական ծիրում ամենա այսօր հələ ոչ մի բան չարած 60% դուք ասկի մոտավորապես 3 անգամ բանը Փաշինյան Նիկոլից եք հեղինակությունը բարձր։ Մի 20 անգամ չափազանցեցի։ 7 մոտավորապես մի 9 անգամ Ռոբերտ Քոչարյանից, հա։ Քանի որ դուք եք այդ բանի լիդերը Նարեկ Կարապետյան։ Ես չգիտեմ խորհուրդ տալու իրավունք ունեմ կամ չունեմ ես այդ իրավունքը, բայց ես մեկը հետևելու եմ քաղաքական ընթացքին ինչի ալվում։ Ես սկսեմ այն պահից լուրջ ընդունել, որպես ոչ թե իմ կողմից ընդունված քաղաքական ուժ, այլ քաղաքական ուժ, մենակ մի պայմանով, նույնիսկ եթե չեմ ընդունում։ Երբ որ դադարեք այս քաղաքական առևտուրները, քաղաքական անբարոյական եւ տրաֆիկինգի մասնագետների հետ, ինչպիսին են Մանուկյան, Էդմոնը եւ մնացածը, դուք ինձանից լավ գիտեք։ Դրանք բոլորը կամավոր քաղաքական տրաֆիկինգի մասնակիցներ են։ Դրանք սկզբունքներ չունեն, դրանք ցանկացած բան ապականող եւ ավելորեն։ Եթե դուք ունեք այս իրանց հետ քննարկելու թեմա, դա ձեր գործն է։ Բայց ես մի բանից ասում եմ, որ եթե գնացիք այդ ճանապարհով, դու առնում եք այն անդիմադիր հատվածի համար թշնամի դաշտ։ Ես ձեր խոսալուց հասկացա, որ դուք հետաքրքրված չեք, որ դուք դառնաք հայ ժողովրդի թշնամի դաշտ, որտեղ հայ ժողովրդի թշնամին Էդմոն Մանուկյանը նմաններն են։ Անդեր դայից կար Գեղամյան, դայից առաջ կար Վիկտոր Դալակյան, դայից առաջ ինչ ասես ունեցել ենք։ Բոլորը ամեն մեկը իր ձևի մեջ Նիկոլ Փաշինյան ու Էդմոն Մանուկյանն են եղել։ Հենց դուք մտակ ես դաշտ, խաղացեցիք, դուք դառնում եք այն մնացած իրական ժողովրդի համար թշնամի կուսակցություն։ Այն որ ձեզանից եկամուտ ունեն իրանց համար դուք իհարկե փրկիչ եք եւ հենարան։ Բայց եթե ես ճիշտ հասկացած եմ շեշտադրումներից ու խոսքերից, ձեր նպատակը չի ժողովրդի հետ թշնամանալ։ Իսկ դրանց հետ բարեկամանալը նշանակում է թշնամանալ ժողովրդի հետ։ Այսքանը իմ պարտքը համարեցի ձեզ որպես երիտասարդ գործիչ եւ դուք եթե քաղաքագիտություն եք ուսումնասիրել եւ դա երևում է տնտեսագիտություն գիտեք շատ լավ, ինչ որ խոսում եք, ոչ մի խնդիր չկա, ամեն ինչի տեղը տեղին շատ ճիշտ գրագետ ամեն ինչը մեկնաբանում եք, բացի ռուսների ներգործությունը եւ նրանց ցենց ասեմ, դերակատարումը հայկական ճակատագրի մեջ։ Դա հայտարարություն է։ Մի արեք, անցեք այդ, ես եթե ուզում եք չդառնալ ժողովրդի թշնամի, շպրտեք ինչպես հրաժարվեցիք Ռոբերտից եւ Սերժիկից, այնպես էլ հրաժարվեք բոլոր այն մետաստազներից, որոնք ծառայել են Սերժիկի Ռոբերտին։ Սա իմ որպես Հայաստանի քաղաքական դաշտում դեր ունեցող կամ ձայն ունեցող մեկի, դա իմ ուղղակի հորդորումը պես։ Հիմա գնանք վերջ։ Միրզոյանը ադրբեջանցիների հետ ասում է քննարկել է գերիների հարցը, պատկերացնում եք։ Միրզոյանը քննարկել է գերիների հարցը։ Այսինքն գերիների հարցը ոչ թե պահանջ է, այլ քննարկման հարց։ Սրանք ամեն ինչ տվեցին, որ քննարկեն գերիների հարցը։ Սա գիտեք ինչի մասին է խոսում, որ մեր ճակատագիրը, մեր երկրի ճակատագիրը մարդկանց ձեռքում է, որոնց երբ որ ասում են թույլ են տալի նստել աթոռին, դա իրենց համար արդեն մեծ պատիվ է։ Իրանք այն մարդիկ չեն, որ իրանց աթոռներ դնեն, իրենք էլ որոշեն նստում են թե չէ։ Սրանք այն մարդիկ են, որ իրենց թողում են նստեն, դա իրենց համար ձեռք բերում է։ Բայց բնությունով, տեսակով, իրանց ազդեցությունով, կշիռով ոչնչություններ։ Եվ 5 տարի անց, երբ որ դեռ սա, դեռ նոյեմբերի 10-ին պետք է լիներ, կար է գերիների վերադարձը։ Պահանջ այսօր քննարկումը, ու այս քննարկման թեման
Խեր ժողովրդին կերակրում են, կերցնում են որպես գործ։ Իսկ այդ անհետ կորածների եւ գերիների ծնողների հետ ես այսօր խոսում եմ։ Այն ինչ որ դուք իրանց նկատմամբ եք անում, դուք ամբողջ ձեր կազմով, քնչականով, ոստիկանությունով, դուք անառակներ եք, ես չեմ ուզում ձեր ծնողներին վիրավորեմ, բայց այտենց էլ կա։ Ես իմացա, որ ոստիկանները կանչում են այդ ծնողներին, որ վախացնեն, որ սրանք չբողոքեն։ Արա, խո դուք անառակի ծնունդներ չեք։ Կամ ինչի՞ չէ որ։ Դուք հենց անառակի էլ ծնունդ եք։ Դուք այդ մարդկանց կանչում եք, ասում եք չբողոքես, որ հետևանքներ չլինի, հա։ Բոլոր ծնողներին ես կոչ եմ անում եւ խնդրում եմ այն ոստիկանը, չեն օպեր կլինի, քարմասի պետ կլինի, թաղային կլինի, այդ հարցով ձեզ կկանչի, իմ անունից ասեք, կամ ձեր անունից ասեք, ասա, Աստված տա գա այն օրը, որ դու իմ տեղը լինես, քեզ մի հատ մուսր կանչի ասի մի բողոքի։ Ոչ մի բան մի ուզի, ինչ եղել եղել է, մոռացի գնա։ Կամ ինչ դիակ տալիս է, ինչ մասինք տալիս է, մի էլ նայի դա ումնա, վերցա ու գնա, այդքանով բավարարի։ Մարդիկ ասում են, արա, մի երեխան ազգանու, էս հա, ինձ ուրիշ երեխու մասունք են տալի, ասում են, վերցա գնա։ Արա, դուք տականք չեք, կամ բա ինչ եք և դուք տականք չեք, ոնց կարող մարդ հատես բան անի։ Եվ այսպես, հարգելի ծնողներ, ես գիտեմ, որ դուք նայում եք, որ միլիցեն կամ ցանկացած մեծ քնիչ, մնիչ, որ կանչի, այտենց բան կուզի, պարզ ասեք, պարզ, դու լինես մի օրին տեղը, թող մեկը նույն ձև կառնի ես։ Ասեք ու դուրս եկեք։ Թող իրանք մի հատ տեղը, մի հատ զգան, էլի, իրանք ինչ են անում։ Ասա մենակ մեր ցանկությունը չի, համայն հայության ցանկությունն է, որ դուք, ով մեզանից պահանջում եք մոռանանք, դուք լինեք մեր տեղը, թող ձեզանից մեկը էսի պահանջի։ Դե հիմա գնացեք ապրեք այս անեծքի բեռով։ Եթե դուք չեք հասկանում, որ դա տենց է, թող դա հնչի, ու գնացեք, շարունակեք ձեր տականկությունները մի օրվա օրալափի համար, առանց բան անելու, հաշվի առնելով, որ այս օրը գալու է, արա, գալու։ Մադագասկարի նախագահ թռավ, որովհետև փախավ երկրից, հեղափոխությունը այսպես հասցրեց օդանավով փախնի։ Առանց մտածելու, որ այս օրը գալու է, ու եթե մի հոգի օդանավով փախնի, եթե հասցնի փախնի, դա լինելու է, Նիկոլը, դուք չեք լինելու։ Այդ օդանավը ձեզ չի տանելու։ Ինքը արագ մտնելու է դուռը հետևից փակի, ասի թքած բոլորի վրա։ Որտեղ բոլորը անառակի ծնունդ են, որ անառակի ծնունդը չնեն իշեին ծառայի։ Փագի թռի, թքած իրանց վրա։ Դուք հասկանում եք, Նեպալը թռավ, Մադագասկարը թռավ, բոլորը թռնում են։ Այս 21-րդ դարում շարունակել նույն ռեժիմով կառավարել, նույնիսկ Աֆրիկայի երկրներում հնարավոր չի։ Նույնիսկ հենա։Աշնեի առաջ ունեցեք։ Այսօրվանից մտածեք, դուք այն օր առավոտ, որ պարզվեց Նիկոլ Փաշինյանը թռել է սամալյոտով, դուք ինչ եք անելու, որտեղ եք քնելու առնանալ։ Ես սա եմ ուզում լսեք։ Charlie Kirk was getting $2 million a year from the Shillman Foundation. The Shillman Foundation is the main source of Islamophobia in the United States of America. Այս Չարլի Քերքը, որ ինձ սպանեցին, ասեմ, տարեկան $2 միլիոն ստացել միայն Shillman ընկերությունից, որը հիմնականում փող էր տալի իսլամոֆոբիա տարածելու համար։ Չարլի Քերքը տարիներով մենակ այդ ֆոնդից տարիներ շարունակ 2 միլիոն տարեկան փող է ստացել, որ իր ազդեցությունը իր աուդիտորիային քալոզի ինչքան վատն են վտանգավոր են իսլամիստները եւ ինչքան լավն են եվրեները։ Միջև այն պահը, երբ որ ինքը հասկացավ, որ ոնց որ մի բան այն չի, ու հենց խոսած դրա մասին, խոսալուց հենց դադարեց ֆինանսավորումը այս Shillman ընկերության, 2 օրը սպանեցին իրեն։ Վերջ։ Հիմա այս Նիկոլի նովոց ծառայումը, ռուսների նովոց ծառայումը, եւ ընդհանրապես այս ծառայողներին է վերաբերվում, որ պահին դուք հանկարծ
կամ ձեր երեխեքը զգան, որ դուք վատ բան եք անում, դուք հանցագործ եք, դուք փաստորեն թուրքական օրակարգ եք քարոզում, սա նույնը ձեզ է սպասում։ Եթե ձեզ թվում է, որ դուք շարունակելով անել նույն բանը, որպեսզի սա ձեզ չսպառնա, պրծնելու եք այս բանից, այս հետևանքից, դա էլ չի լինելու, որովհետև գալու է հաջորդ ասի, այստեղ դու Գեբելսից լավ տղա չես։ Այսինքն ամեն դեպքում Ստյոպիկ Սաֆարյանը նմանները այնտեղ չգիտեմ այնտեղ էլ ով կա Ստեփան Գրիգորյան, Հովսեփ Խուշուջյան, դուք ամեն դեպքում դատապարտված եք։ Դատապարտված, շարունակեք այդ փողը վերցնել ծառայել, հաջորդ նահատակներ փոկելու քոքից, հանկարծ ընթացքում դատարեք ծառայելու, սա նույնն է։ Ձեռս տվե շահմատի օրենքն է, պետք է խաղաս։ Որ պահին հրաժարվեցիր, տեղում։ Սա այնա ինչ որ արել է Իսրայելը, այն ինչ որ անում է բոլոր տեղերում։ Մինչև կդառնաս մեկի պրոպագանդիստը, բանի նման, կլասիկ քամելյոնի բազմասեր բազմակուսակցական Էդմոն Մանուկյանի նման։ Այդ ամեն ինչը վերջը մի օր գալիս է։ Մի օր վերջը, մեկ ասեք իմ նման, Նարեկին ասում Նարեկ ջան, էսի մասնագիտությամբ, էսի բանա, կուրտիզանկա է։ Պետք է քեզ ինքը։ Չէ ինքը Նիկոլից թռել է, որովհետև հասկանում է այնտեղ բան չկա։ Ինչպես Նիկոլի պրոպագանդիստներն ու Նիկոլի բաներն են ման գալի, քայլարասներն են ֆրֆռում։ Այսենց գարանտիաներ ֆրֆռում, ես ու գիտեմ։ Գարանտիա են փնտրում այս կողմից այն կողմից։ Չի լինելու ձեզ գարանտիա։ Ձեր փրկությունը Նիկոլին խեղդելն է։ Բալուրի մեջ, հենց իր սենյակում, որ գոնացեք մենք փրկեցինք ձեզ։ Դուք մեկը իմանամ բանի Էդմոնի նման մեկը խփռում այդ կողքին, այլ նույն ձևը ասելու եմ։ Մի արեք, սացից ոչ մեկին ձեռ մի տվեք։ Սրանք կեղտ են, սրանք չումա են, սրանք վարակի աղբյուր են։ Տիֆ որտեղ մտան, ապիրեն ձեզ, որովհետև իրանց հետևից գալու են անպայման։ Հիմա ձեզ եմ ասում քպեականներ, ձեզ փրկություն չկա։ Ես գիտեմ, որ դուք հասկանում եք, որ Նիկոլից էլ փրկություն չկա, Նիկոլի հետ էլ չկա, բայց ձեզ էլ չկա։ Ու ուզում եք փախեք։ Ձեր միակ փրկությունը շուտ Նիկոլին տապալելն է։ Այն ժամանակ կարող է նոր դատարանը հաշվի առնի, որ դուք հանցագործին բերեցիք, ներկայացեցիք ու որ պետք է։ Կարա կանեք, արեք, հրաժարական տվեք, դատի տվեք, չգիտեմ մի բան արեք, հեղափոխություն արեք, դա ձեր գործն է, գլուխները տվեք, պատին պատը տվեք գլուխներիդ։ Ինչ ուզում եք արեք, բայց ձեզ փրկություն չկա։ Թուրքիայի գլխին ամեն դեպքում ամպերը խտանում են։ Կրկնակի ստանդարտների վերաբերյալ բողոքները Թուրքիայի դեմ շատանում են։ Մոտապես այս տեքստով, եթե Ռուսաստանը ագրեսոր է, որովհետև հարձակվել է, գրավել է Ուկրաինայի մի մասը, ինչով ագրեսոր չի, Թուրքիան մինչև հիմա Կիպրոսից դուրս չի եկել։ Թեմաներ կա, որ միշտ օդի մեջ պտտվում է։ Միշտ օդի մեջ է։ Ինչպես Իսրայելի հարցը, ինչպես Հայաստանի հարցը, ինչպես Թուրքիայի հարցը։ Հիմա հրեաները հույս ունեն, տեսեք ոնց ազդում սրանց քաղաքականության վրա։ Հույս ունեն, որ այս fake, այս խաղաղության պայմանագիրը, այսօր արդեն 5 հոգի նորից սպանել են Բարեսին։ Այսօր նորից 5 հոգի սպանել են։ Որ այս fake խաղաղության պայմանագիրը բան կանի, քչեղարկի այն արգելանքները, որոնք կիրառվում է աշխարհով մեկ հրեա երաժիշտների նկատմամբ։ Դե Եվրո տեսիլում արգելեցին։ Այսինքն երկրներն ասում են, եթե ինքը մասնակցես, մենք չենք մասնակցելու։ Դա արդեն չի նում Եվրոտեսիլ։ Հա, եթե եվրոպական երկրները չեն մասնակցում, ինչ Եվրոտեսիլ։ Տեսեք, ոնց է բոյկոտը ազդում սրանց վրա։ Ոնց է քաղաքական դիրքորոշումը ազդում սրանց վրա։ Հիմա ասենք հույս ունեն, որ կվերանայեն իրենց որոշումները եւ իսրայելցի արտիստներին աշխարհով մեկ դա սիմֆոնիկ համերգներն է, օպերային ներկայացումներն է, Եվրոտեսիլն է, ֆուտբոլի խաղերն են, թենիսի, հեծանիվի, բոլոր տեղեր արգելված է Իսրայել։ Մարդիկ ամենը իր չափ իր մասով վերցրեց դա իրականացրեց։ Հիմա հույսով են, որ դա մարդիկ իրենց որոշումները կվերանայեն։ Բայց ես կասկածում եմ, որ այս ճակերտավոր այս խաղաղությունը երկար տևի այնքան, որ մարդիկ ստիպված լինեն վերանայել, որովհետև
Այսօր արդեն Էրդողանն է մեղադրում Իսրայելին արդեն 5 հոգու սպանելու համար։ Այսօր արդեն զինադատարը խախտած է։ Մտե ու սպանել են։ Էրդողանն էլ դատապարտում է։ Էրդողանը պատկերացնում եք։ Հենց ասա 7 հոգի կներեք 5 հոգի է ասում, 7 հոգի սպանվել է։ Ասենք մեր ընկերներին։ Սպասումներով ենք եղել, իրան ընտրել ենք 2 անգամ։ Դաժե մոլի, որ մեկը Նիկոլից ինչ-որ մի բան էր ասում, ես բոլորին լռեցնում էի, բայց հիմա հարցակում են ին վրա եւ ասում են, այ տես, մի չեմ կարողանում ոչ մի բան չեմ կարողանում ասել։ Շատ Դա ինչ ասեմ, էլի փառք Աստծո, որ մեկը հետ դարձավ է։ Այդ հասկացեք, սա է ձեռքբերում եմ համարում։ Այն որ ես ասում ես 16-15%-ը պետք է իջացնել մինչև 5-6%, ես դա եմ ասում։ Հաթաթ պետք է աշխատենք ընկերներ ջան։ Ես գիտեմ, որ ծանր է, ես գիտեմ դա դժվար է, բայց պետք է աշխատել։ Պետք է աշխատել։ Ուրիշ տարբերակ չկա։ Ունենք ես մի ժողովուրդ ունենք, մենք չենք կարա ժողովուրդ ներմուծենք կամ անտեսենք եղածը։ Չգիտեմ, սա կարող է իմ մանկավարժական ու դիրիժորի բանն է, որ ես միշտ դուրս եմ եկել այն մատերիալից, ինչ ունեցել եմ։ Ես չեմ կարող ասեմ, ես ինչ դու այնքան լավը չես։ Դե հիմա էս է մատերիալը, դու գնացել ես բանը, հյուրախաղերով, կանգնել ես, ասենք օրկեստրի առաջ կամ երկիչն է, դե բալետն է, հիմա էս է։ Դու չես կարող բալետը փոխես։ Դու պետք է ինչ-որ չգիտեմ, լավագույն վերսիան ստանաս, հետո հաջողությունը տասես գնա։ Հիմա դա համար իմ մոտ էս բանը որ դե հիմա էս է ռեսուրսը, արիք էս ռեսուրսի մեջ մի բան, տեսնենք ոնց են կարող ամենալավը ստանանք։ Հրաժարվել, շպրտել դուրս, բա։ Եթե մի հոգի է կարելի է դրան փոխել, բայց եթե շատն են 15%-ը քիչ թիվ չի։ Մի հոգի կարելի է չնկատել է դե հիմա։ Չի, սա իմ մոտեցումն է։ Այս եմ ուզում հիշեցնել մեզ, սա եմ ուզում հիշեցնել մեզ։ Նայեք, ժողովուրդ, այս կողմը ոստիկաններ, հետևում զինվորներ, սովետական, դիմացը ժողովուրդ։ Երեք ինձ որ ասում են հնարավոր չի, ինչ որ ասում են մեր ժողովուրդը սենց ունեն, ես ամեն անգամ ինքս իմ համար ոչ թե դիմացին համոզելու համար։ Հետ եմ գնում մտքով, դե փառք Աստծո, մենք այս սերունդի ներկայացուցիչներն ենք, ես անձամբ 16 տարեկան 16 տարեկան է, երբ որ 88 թվականի շարժումն եղավ, ես ամեն ինչի մասնակիցն եմ եղել, ամեն ինչի հիշում եմ, նստածություններից մինչև հացադուլ, գործադուլ, ամեն ինչի միջով անցել եմ, էլ կոնսերվատորիա ուսանող լինելով, որ կոնսերվատորիան այդ ամենա թեժ կենտրոններից մեկն էր, նախ որ օպերայի կողքն էր ամեն գտնվում, երկրորդն էլ մենք մեծ կոլեկտիվ էինք, ինչ որ է։ Ես ամեն անգամ որ մեզ անուն են դնում որպես ազգի թերագնահատում են, փորձում են նվաստացնել, փնովել, ես միշտ մտքով հետ եմ գնում, թե մենք ոնց ենք դրսևորվել կոնկրետ իրադարձություններում։ Հիմա իհարկե կլինեն կասեն ախր այն ժամանակ ուրիշ սերունդ է, սովետական սերունդ է, հիմա մարդիկ անտարբեր էին, բան էին։ Ես ես պետք է ասեմ ժողովուրդ ջան, մինչև 88 թիվ փետրվարի 20 Հայաստանը ոչ մեկ չէր իմանում ինքը ազգային է, թե չէ։ Ինքը անկախություն ուզում է, թե չէ։ Ընդհանրապես ինքը կռվող է, թե չէ։ Չգիտեին մարդիկ։ Ամեն մեկի համար բացահայտում էր, ընդ որում կարող է ինքը 88-ին կռվող չէր, 92-ին դարձավ։ 92-ին չդարձավ, բայց 95 թվականի իշխանության զավթումը տեսնելուց հետո 95-96 թվականներին դարձավ։ Այ ինչպես ես մինչև 95 թվականը ես ուղղակի հասկանում եմ, որ ցավ ամբողջ հոգով է ատում լևոնական իշխանությունը, որտեղ ես եմ լևոն ընտրողս, ես լևոն եմ ընտրել։ Բայց ես արդեն 91-92 տեսում եմ ինչ է կատարվում։ Բայց իմ այս բանը արդեն վերջի դիագնոզը 95 թվականի ընտրություններն էր, 96 թվական եւ այլն։ Ուզում ասեմ, ամեն իր հասունացման շրջանն ունեն, բայց մենք ունեցել ենք այս ամեն ինչը, ինչպես կոմիտասն էր ասում, եթե այս ազգը կոմիտաս ծնել է, էլի կծնի։ Եթե այս ազգը սա ունեցել է, էլի կունենա։ Եթե դու դրան հավատում ես, դու էլի դա կստեղծես։
Իսկ եթե դու քեզ քո пассивությունը արդարացնելու համար ասում ես, չէ, ուշա, կորածա, վերջ, ես կոմենքով ֆլան ֆստան, նշանակում է դա ընդամենը դու ասում ես քեզ արդարացնելու համար, քո վրայից գցելու է պարտականությունը։ Սա ես միշտ ասել եմ, էլի ասելու եմ։ Իսկ այս կնոջը, որ ես լսեցի, ես հասկացա լսում եմ։ Նա լսեք։ Սարգսյանին կաշառակել համարում եք։ Ես ոչ ոք ու ոչինչ էլ չեմ համարում։ Մենք Սա թվում է թե այս տարիքի կինը ինչ պետք է ասի, ոնց պետք է ասի։ Սերժին դատապարտի կամ ասի չէ, Սերժը սլավնա, չէ։ Բայց մտ կոմպլեքս վերլուծություն լսեք, կարճ։ կապ ժողովուրդ ծնվել ենք հիմա կմեռնենք։ Ուրեմն նշանակում է դուք հələ դեռ Լսեք։ երկու ամսական երեխայի ուղեղում եք։ Այդպիսի երկիր աշխարհում գոյություն չուներ եւ ամբողջը ոտնատակ արեցիք։ Գործարան չունենք, ոչինչ չունենք, գյուղերը մնացել են ամայի տարածություն, ոչ ոք չի գանում, մենակ դնում են վաճառք, վարկ, բերեք փագեք։ Ինչ Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանին գնահարու։ Բա Սես համապարփակ վերլուծություն ակնկալում եք այս տիկնոջից։ Ինչ է կգի մանր հետևից։ Եթե 35 տարվա մեջ մի երկրում մի հատ արտադրություն չկա, մի ճյուղ չի զարգացել, ինքը չի դարձել, չէ՞, թեթև արդյունաբերության կենտրոն կամ մեքենաշինության կենտրոն կամ ասենք ժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն, հազար ու մի բան կա է աշխարհում, տեխնոլոգիաներ են զարգանում, ոլորտներ են զարգանում։ Եթե դու որպես Հայաստան մնացել ես ստատիկի ասած վաճառվում է, վաճկա, էսայենա, չարչիության Երևանից մտնում ես բան, օդանավականից որ գալիս ես Երևան, արդեն այդ երկրի սրտխառնոց վիճակ այդ գովազդային վահանակներից երևում է։ Եթե մի երկրում գովազդային վահանակների տեղ բոլորը շահումներն է, դա արդեն պրծած երկիր է, այդ երկիրին չի կարելի ասել ես ղեկավարը մեղավոր է կամ այն ղեկավարը մեղավոր։ Հիմնական բոլորը գնդակալելու բան է։ Մեկ չի կարելի ասում երկու ամսական երեխու ուղեղով նայել այդ ամեն ինչին։ Սենց բան, սենց կին կա աշխարհում, Հայաստանում ապրում։ Ժողովուրդը տեղյակը հասկանում է ինչի հետևից է կնգել դա 4 միլիարդ են ուզում դրան տուգանեն։ Մենք մտածում ենք 4 միլիարդի մասին, չենք մտածում որ դա հանցագործ է, էդի ժողովրդի փողն է, էդի մեր է, սես կնոջ փողն է, էս զինվորի չհակած շորն է, այդ սովից մահացած երեխու կամ տանտը սառնամանիքին սառած ծերուտ, ինչքան բան է եղել, որ սառնամանիքից մարդիկ սառել են, վարանի վատ վարելու բանը, պատճառով դարել են դրած զողը, այդ դրանց բոլորի փողն է, ընդհանրապես այդ մի 100 միլիոնի մասին ենք խոսում դոլարով, 35 տարի այս վիճակում է եղել, դա համար եմ ասում, մեկը որ ասում է Սերժ Նավելյանը կամ Քոչարյանը, այս տատիկին լսեք, էլ դուք մանկամիտ, երկու ամսական երեխու բանը, տրամաբանություն է դա, նրանք բոլորը հանցագործ են եղել, ի սկզբանե մինչև հիմա, գլոբալ նայեք սրան, որտեղ իրանք կոչված էին իրենց պաշտոններով գլոբալ խնդիր լուծելու։ Այդ մեկտեն ինձանից նեղանում է, որ ես Ռոբերտ Քոչարյանին ասում եմ դուք թալանել ես, ինձ ասում է Ռոբերտ Քոչարյանը միակ նախագահն էր, որի ժամանակ պետական պարտքը նվազեց։ Հա, 120 միլիոնով նվազեց պետական պարտքը, որի դիմաց Ռոբերտ Քոչարյանը ինչ ուներ չուներ Հայաստան տվեց Ռուսաստանին։ Հա, 120 միլիոնով պակաս է, դոլարով է։ Այսօր մի հատ շենքն են վաճառում 120 միլիոն դոլարով։ Այսօր Սերժիկից են ուզում 100 միլիոն տուգանեն, 120 միլիոն։ Որ ինքը ավելորդ բան, 120 միլիոն է մեկ Սերժիկից է։ Այդքանի փողը ինքը ամբողջ Հայաստանը տվեց Ռուսաստանին։ Սա է իրական պատմությունը։ Դրա համար եմ ասում, եթե մենք այս օրակարգը նայում եք, սա է իրական օրակարգը։ Սրանից դուրս այդ տատիկի ասած, այդ մայրիկի ասած մանկամտությունն է, ինքնախաբեությունը, ով ուզում է դրանով զբաղվի, Աստված իր հետ։ Դա իմ հետ ընդհանուր ոչ մի բան չի կարող ունենալ։ Այդ մարդը, որ ես խաղերի մեջ է, իմ հետ ընդհանուր ոչ մի բան չի կարող ունենալ։
Որտեղ ինքն մայրիկի ասած 2 ամսական ուղեղ ունեցողն է։ Դες կեղտի մեջ ադամանդ է ուզում գտնի։ Ու չի ուզում նկատի արա, որ հələ մեծ 35 տարվա երկիր է սա։ Ինչ են ստեղծել, ինչ կապիտալ են ստեղծել։ Իրանք իրենց համար ինչ կապիտալ ասել ստեղծել։ Երկիրն ինչ ունի այսօր։ Ու սա դեռ վերջը չի։ Սա է ամենասոսկալը։ Բայց քանի դեռ ստատիկը կա, քանի դեռ մենք կանք, որ նշանակում է ամեն ինչ կորած չի։ Ես չեմ համարում ամեն ինչ կորած եւ չեմ բացառում որ սա լինելու է։ Ու մենք բոլորս երբ պետք է ամեն ինչ անենք, որ սա լինի ու արդյունքներն լինի անենց ոնց որ մենք ենք ուզում։ Այսօր մայասքանը լավ մնացեք։